Serhetne Radio Stars, Los Angeles, California. Հայաստեր հաղորդաշարի հարկելի հետևողներ, սիրով կդեղեկացնենք ձեզի, թե հաղորդավարուհի Ստեյսիա Վիդիկյան Արաբյանը պիտի հյուրընկալի մեծադաղանդ հայտնի ազգագրական երգիչ Դավիթ Հակոբյանին երկուշաբթի մարտ 2-ին։ Դավիթ Հակոբյանը պիտի վերհիշե մանկության անմոռանալի օրերը, դպրոցական հաճելի վահերը, նաև պիտի խոսի երաժշտական կրթության մասին, համերգային գործունեություններուն, շրջակայություններուն եւ հաջողություններուն մասին։ Առավոտյան լուսաբացին, ես մեր մայրի մեջ, թունդրի հոտներ բադելա, խամբոշ գյուղամե։ Հետևեցեք հարցազրույցին ուղիղ եթերով Radio Stars-ին եւ Radio Stars-ի թիմադեդրեն կեսօրվա ժամը 12:30 Լոս Անջելեսի ժամով, երեկոյան ժամը 9:30 Եվրոպայի ժամով եւ երեքշաբթի մարտ 3-ին երեկոյան ժամը 12:30։ Ավելի լավ ծանոթանալու համար մեծադաղանդ հայտնի ազգագրական երգիչ Դավիթ Հակոբյանին սպասեցեք հարցազրույցին Հայ Աստղեր հաղորդաշարեն։ Ընկերներ եւ ագնչերներ, շատ լավ գիտեմ թե անհամբերորեն կսպասեք որպեսի հյուրս միանա։ Ծանոթումը դիտեցիք եւ իմացաք թե այսօրվա հաղորդաշարի հյուրն է դաղանթաշատ ազգագրական հայտնի եւ հարգված երգիչ Դավիթ Հակոբյանը։ Եկեք լսենք մշեցի աղջիկես երգը, որպեսի բացակայում կարճ րոպեմը ապա վերադառնանք զույգը գլայես եւ հյուրս։ Սպասեցեք մեզի չհեռանաք։ Գլսեք Radio Stars, Radio Stars, Radio Stars. Ինչ գեղեցիկ երգ է։ Մշեցի աղջիկես իմ հոգին հանում ես, են պեշան ես վերջում փախցնեմ ես քեզ։ Մշեցի աղջիկես իմ հոգին հանում ես, են պեշան ես վերջում յար փախցնեմ քեզ։ Մշեցի աղջիկես իմ հոգին
Հաշեցի աղջիկես խորակրով լսեցինք Դավիթ Հակոբյանի հրաշալի երգը եւ վայելեցինք իր կողդրիկ ցայնը։ Ողջույն հարգելի ռադիո լսողներ, ինչպես նաեւ հաղորդաշարի ագնցիրներ։ Այսօր հարցազրույց կտամ մի դաղանթավոր մարդու հետ, որ ծնվել է քաղաք Երևանում։ Ստացել է երաժշտական կրթություն մի շարք կրթական եւ մշակութային հաստատություններում, ուսանել է Հայկանուշ Թանյելյանի անվան երաժշտական դպրոցում, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանում, ժողովրդական երգի բաժնում, հաճախել է Խաչատուր Ապովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, ստանալով բակալավրի աստիճան, այսինքն bachelor's degree, եւ վերջապես Խաչատուր Ապովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, ուր ավարտել է մագիստրոսական աստիճանով 2012 թվականին։ Երկարվեստի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել վաղ հասակից, մեծանալով ասկայի մշակույթի եւ ժողովրդական երկարվեստի միջավայրում։ Մասնակցել է բազմաթիվ տարբեր միջոցառումների եւ հանդես է եկել որպես մենակատար ժողովրդական երգիչ։ Նաև մենահամերգներով հանդես է գալիս աշխարհի տարբեր հայ քաղաքոճախներում։ Ահավասիկ սիրելիներ, գհյուրընկալեմ մեծադաղանդ ասկակրական հայտնի երգիչ Դավիթ Հակոբյանին։ Ողջունում եմ ձեզ իմ հաղորդաշարում եւ շնորհակալություն եմ հայտնում հրավերս ընդունելու համար Դավիթ Հակոբյան։ Բարի եկել։ Բարև իմ շատ սիրելի եւ հարգելի Ստեյսի ջան, ողջունում եմ ձեզ ողջ հայության մայրաքաղաք Երևանից եւ ի սկզբանե ուզում եմ մեծագույն շնորհակալություն հայտնեմ այս առիթը ընձեռելու եւ ձեր այս կանչելի հաղորդաշարին ինձ հրավիրելու համար եւ ասեմ, որ հպարտ եմ, որ կրկին անգամ ներկայանալու եմ աշխարհասփյուռ հայության առաջ եւ իհարկե ձեր ռադիոկայանի ունկնդիրների առաջ իհարկե ողջույններս հղում եմ բոլորին աշխարհասփյուռ մեր հայությանը։ Վստահ Դարձյալ շնորհակալ եմ եւ մենք պիտի սկսենք մեր այսօրվա մդեռնիկ զրույցը, ասեմ, որովհետեւ մդեռնիկ զրույցը պիտի լա այսպես կխոսենք միասին երկու մարդիկ իրար լավ ճանաչելով։ Բայց եկեք սկսենք Դավիթ Հակոբյան ձեր մանկության հիշողությունները հիշելուց։ Ինչպիսին էր ձեր մանկությունը։ Շատ մեծ սիրով միշտ խոսում եմ իհարկե իմ մանկությունից նաև ասեմ որ շատ գեղեցիկ մանկություն եմ ունեցել նախ սկսեմ նրանից որ ծնվել եւ մեծացել եմ մայրաքաղաք Երևանում եւ մեծացել եմ արվեստասերների ընտանիքում եւ մանկուց հենց արդեն առնչվել եմ արվեստի եւ մշակույթի եւ երաժշտության եւ գեղարվեստի հետ եւ այսպես ասած միշտ եղել եմ արդեն մանկությունից սկսած եղել եմ համերգների մեջ, եղել եմ տարատեսակ միջոցառումների մասնակից եւ կարծում եմ բավական հետաքրքիր է անցել իմ մանկությունը ասեմ որ հայրս գեղանկարիչ Ռաֆիկ Հակոբյանն է եւ մայրս բազմավաստակ գրադարանավարուհի Ալվինա Ավետիսյանը եւ հենց այս ընտանիքում եմ սերվել, այսպես ասած, Թեյսի ջան եւ մանկուց հենց սկսել եմ երգել Բիդի խոսենք դեղեցությամբ վստահ այդ ծեր ընտանիքի հետ ունեցած հարաբերությունը, սերը, աչակցիլը, այլ տարբեր, բայց բիդի վերադառնանք, երբ շատ փոքր էիք, որսիկ ունեցած եք շատ լավ մանկությունը, արդյոք դուք խաղում էիք այլ երեխաների հետ, թե փոքր տարիքին արդեն սպառվում էիք երաժշտությամբ, գրավել էր ձեզ երաժշտությունը։ Տեսեք Ստեյսի ջան, ես միշտ խաղացել եմ իհարկե բակում երեխաների հետ, այն ժամանակ դեռ հիշում եմ, որ Երևանում դեռ կար այն քաղցր մանկական միջավայրը, երբ որ երեխաներ մենք մինչև գիշերվա այն նույնիսկ 12:30-1 այս ուշ ժամին դեռ խաղում էինք
եւ տարատեսակ խաղեր կային իհարկե մեր ժամանակ, բայց դրա հետ մեկտեղ իհարկե շնորհիվ մայրիկիս եւ հետեւողական լինելու նաեւ արդյունքում ես նաեւ շատ զբաղված էի, հաճախում էի տարատեսակ թե սպորտի հետ կապված եւ իհարկե նաեւ երաշտական առումով Այո, հիմա ընթացքում արդեն կանադառնամ թե որտեղից սկսեցի եւ ուր հասա բայց այո իհարկե թե ժամանակ եմ հատկացրել թե խաղալուն թե մանկական խաղերին թե իհարկե իմ պարապմունքներին եւ որն ամենակարևորն էր իմ երաշտական կրթությանը այսինքն ապրել եք այդ մանկության ուրախ բահերը, որովհետև քրեթե մանուկներ կամ երեխաներ կամ ովևէ մեկ տարիքի, երբ երաժշտությամբ սպաղվին եւ երաժշտությունը քրավե ինձ անպայման պետք կտարվին եւ կմոռանան իրենց բարեկամները այլ տարբեր երեխաներուն եւ կշարունակեն երաժշտությամբ ալավելի հետաքրքրվել որովհետեւ աստվածատուր է կամ այս մեկը աստուծմե տրված մի տաղանդ մնե չէ այդպես է ուրեմն դուք ապրեցաք թե ծեր այդ բահերը նույն ժամանակ երաժշտությամբ հետաքրքրվել եք Այո, ապրել եմ եւ շատ լավ եմ ապրել եւ ես շատ կուզենայի որ այժմ էլ լիներ այդ գեղեցիկ մանկությունը, այդ բակի այո ընկերները, խաղերը եւ կուզենայի որ մեր սերունդը շարունակեր այդ գեղեցիկ մանկական այդ հատվածը ինչ որ մենք ենք անցկացրել, Ստեյսի ջան, եւ եթե կարելի է ես արդեն կպատմեմ թե հենց այդ մանկությունից սկսած ինչ արեցի բացի որ արդեն բակում խաղալուց հետո երբ որ արդեն մայրս հասկացավ որ ես ունեմ այդ երաշտական ընտունակությունները իդեպ մի հատ այս մասին խոսեմ որ հայրս մի փոքր շուտ է մահացել դրա համար ասում եմ որ մայրս արդեն սկսեց զբաղվել դրանով բայց իհարկե այդ ժամանակ երբ որ արդեն հասկացան որ ունեմ երաշտական ունակություններ մայրս նախաձեռնեց որպեսի զբաղվեմ արդեն դրանով եւ առաջին քայլերս սկսեցի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Նորքի հայորդաց տան հայկազուն համույթում Իդեպ ասեմ ես 11 տարեկան էի որ արդեն մենք ունեցանք առաջին մեր համերգները արտերկրում այդ ժամանակ մենք Հայաստանից մեկնեցինք Կանադա Եվ կանադա հայոց թեմի 100-ամյակի հետ կապված միջոցառումներն էր այդ ժամանակ եւ ունեցանք մեր անդրանիկ համերգները արդեն արտերկրում որ անմոռանալի են այդ հուշերը Այո, իսկապես անմոռանալի են։ Իհարկե, այստեղ Հայաստանում էլ շատ համերգներ ունեցանք այդ ժամանակ, շատ էին տարբեր շրջաններում, բայց հատկապես հիշատակելի է հենց Կանադայում ունեցած համերգները, որովհետև առաջինն էին, այսպես ասած։ Այո, եւ դրա հետ համատեղ ընդունվեցի Երևանի Հայկանուշ Դանելյանի անվան երաժշտական դպրոցը Իդեպ ասեմ, որ կիթառի բաժինն եմ ավարտել, ճիշտ է հիմա չեմ զբաղվում, կիթառ չեմ նվագում, բայց այդ ժամանակ դեռ փոքր էի, շատ սիրում էի եւ համատեղությամբ այո Քիչ կխոսենք նվագային գործիքներու մասին կամ այդ ուսման մասին, բայց դուք որ արդեն հիշեցիք քեղանկարիչ Ռաֆիկ Հակոբյանի եւ Գրատարանավարուհի Ալվինա Պետիսյանի որդին եք, այսինքն նրանց աշխատանքները ըստ երևույթին լիովին հեռու են երաժշտությունից, երբ եւ ինչպես սկսվել է երաժշտության սերը, որ դուք արտահայտվել եք ձեր ծնողքին Տեսեք, ուրեմն կարծում եմ արվեստը կապ չունի թե երգն է, թե գեղանկարչությունն է, թե քանդակագործությունն է, կարծում եմ որ սերտ կապ ունեն միմյանց հետ եւ ինձ թվում է որ հայրիկիս նկարներից է նաեւ փոխանցվել այդ գենը երգը եւ ընդհանրապես մշակույթի հանդեպ սերը, արվեստի հանդեպ սերը եւ իհարկե
մայրս չէ որ արդեն նշեցի բազմավաստակ գրադարանավարուհի է եւ երկար տարիներ 40 տարի ավել աշխատել է գրադարանում եւ նաեւ ինչու՞ չէ գրքերի աշխարհը եւս չէ ձևավորում է քո մեջ սերը դեպի այդ ամեն ինչը բարձրագույն արժեքներ եւ չգիտեմ թե ինչպես է փոխանցվել, ինչպես է արտահայտվել, բայց մայրս պատմում է, որ դեռ մսուր, երբ որ գնում էի մսուր մանկապարտեզ, երբ որ նույնիսկ դեռ չէի կարողանում նորմալ խոսել, արդեն այսպես ասած քթի տակ մեզ մոտ այսպես բանով ասած, ժողովրդային լեզվով ասած, երգում էի եւ նույնիսկ մանկապարտեզում մի դասիրակ ենք ունեցել, որ ինքն է նաեւ առաջին ասել, որ ձեր տղան կարծում եմ որ երգիչ է դառնալու, որովհետեւ անընդհատ ինքը ուզում է երգի, այսպես ասած, եւ այդպես է արտահայտվել ի սկզբանե, Սեսի ջան։ Ինչպես թե ասեցի, թե աստվածադուր դաղանթն է այս մեկը, արդեն փոքր ծեր եղած տարիքին արդահայտվում եք եւ հավաստիկ որ դուք հիմա պատմել եք մեզ, թե դբրոցը նշмарել են արդյոք դբրոցի ավարտին դուք մասնակցել եք համտեսների, որ ինչպես գիտենք տարվան վերջավորության համտեսները որ դեղի կունենան դբրոցներն էր, արդյոք մասնակցել եք։ Այո, ես շատ լավ հիշում եմ, որ թե մանկապարտեզի մեր մոտ ավարտական հանդեսի ժամանակ, Ստեսի ջան, թե դպրոցի նույնիսկ առաջին դասանում ես շատ լավ հիշում եմ, որ տարեվերջին ունենում էինք այսպիսի հանդեսներ եւ ես եմ իհարկե երգել գրեթե ամբողջ ընթացքը եւ այդպես էլ շարունակվեց դպրոցում ինչքան որ լինում էին այդպիսի միջոցառումներ բնականաբար ինձ կանչում էին եւ մի այսպիսի հետաքրքիր պատմություն էլ կա միշտ հիշում եմ որ գրականության դասաժամին երբ որ կար որ մեր մեծն բանաստեղծի մեր ամենայն հայոց բանաստեղծի Հովհաննես Թումանյանի հայրենիքից հետը ստեղծագործությունը կա եւ երբ որ այդ բաժինն էր գալիս ես միշտ իմ դասատուն ասում էր որ Դավիթ ջան կարող ես երգել եւ ես մեծ սիրով երգում էի եւ ամենալավ թվանշանն էի ստանում այդ ժամանակ մի այսպիսի հետաքրքիր պատմություն էլ կա իհարկե եւ այո երգում էի միշտ երգում էի գրեթե բոլոր միջոցառումներին ինչը որ կապված էր երգի հետ Շատ հաճելի է թե որևէ մեկ ժամանակ երաժշտության հետ կապ ունեցող որևէ մի բան Դավիթ Հակոբյան փեմ պետք է բարձրանա անվայման Այո ճիշտ այդպես Դուք երգել սկսել եք թերմանգուց բայց ով եղել է ձեր իդեալական երգիչը որից ոգեշնչվել եք մանկուց Տեսեք Ստեսի ջան, ընդհանրապես երբ որ ես արդեն եկա այն աստիճանի, որ հասկանում էի, գիտակցաբար էի մոտենում այս հարցին, արդեն շատ տպավորված էի մեր մեծ Ռուբեն Մաթևոսյանով, իհարկե ինձ համար եղել է այսպես էտալոն, շատ կան մեր երգիչներից իհարկե մեծանուն երգիչներից, բայց իբրև փոքր ժամանակ այդպես չի եղել որ ինչ որ մեկով տարվել եմ ուղղակի թե իմ արմատներից է եկել թե չգիտեմ ինչպես է փոխանցվել շատ մեծ սիրով եմ ու մեծ զգացումով եմ միշտ երգել ազգագրական երգերը այո եւ ազգային մեր թե խաղիկ թե հայրենասիրական թե իհարկե մեր հեղափոխական երգերը որ մինչ այսօր երգում եմ եւ երբեք չեմ շեղվում ուղուց Բարդորեն միշտ քիչ յետ կփոլոր այս նյութերու շուրջ տեղեկությամբ պիտի խոսենք հանկրվանով բայց պիտի վերադարձնեմ ցեսի շատ հին օրերի թիդելով դեսանյութը միասին թիդենք ապա գխոսենք Յանալի տղաներ Ռաֆիկը Ay metan yetev kartsun gutan toy zetan yetev kartsun gutan dasht ka baner
Զուլաները հաց կտաներ, մեկը քելլեր, մեկը կկայներ, աչքով անակով մարդ կսպաներ, ստոլեր նեղեր, օդ կզարներ, շեծամել գետին կավիլեր, Babiler zula babiler tay kutanagi itun habiler Babiler zula babiler tay kutanagi itun habiler Hay metayete karsun karas Toy detan yedev karsun karasi kinin el has listur khamim ter achars amen karsen tasik mitas amen tasen paki mitas Aremne la kamar Kapetoti kamar, yes kamerani, kazi hamar, habar zula, mata zula, habar zula, mata zula jan, habar zula, mata zula jan. Arevati baba murberti, kosera katat majil sarti, Yes, Cassidy, Tais Kerati, Havarzula, Mata Zula, Havarzula, Mata Zula, Jan, Havarzula, Mata Zula, Jan. Duman kugasula, hula, kanemanis baki kula, yes, Kahandam. Sirtasula, Havarzula, Matazula, Havarzula, Matazula, Jan, Havarzula, Matazula, Jan. Դիտեցինք գեղեցիկ տեսանյութը, որ վստահ եմ թե շատ հիշատակելի է, նախ տեսանյութը սկսել է ծեր հորը նկարով, Եթե դեղեցություններ պիտի խնդրեի մեզի փոխանցեք սույն տեսանյութին մասին, որ մեկ տարիքին է, ինչու ծեր հոր նկարը, ապա ինչ նկարները որ տեսանք տեսանյութի ընթացքում երբ դուք երկել եք, հաճիկ դեղեցությունները կարող եք մեզ հաղորդել։ Այո, Ստեյսի ջան, մի փոքր հուզմունքով իհարկե եւ մեծ հպարտությամբ նաեւ խոսում եմ այս մասին Ուրեմն ինչպես նշեցի, հայրս վաղամեռիկ շատ հայտնի գեղանկարիչ Ռաֆիկ Հակոբյանն է, ասեմ որ մեծ գործունեություն է ծավալել գեղանկարչության բնագավառում եւ ունեցել է մեծ անհատական ցուցահանդեսներ, մասնավորապես կուզեմ նշել Սիրիայի ցուցահանդեսը անհատական Հալեբ քաղաքում եւ իհարկե 96 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Լոս Անջելեսում ունեցած անհատական ցուցահանդեսը եւ այստեղ իհարկե շատ փոքրիկ եմ դեռ 10 տարեկան եւ հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց հայրիկիս մասին այս հաղորդումը եւ ռեժիսորը անպայման ուզեցավ որ ես երգեմ եւ իմ այս փոքրիկ հատվածն էլ ներառի թե ինչպես գեղանկարիչ Ռաֆիկ Հակոբյանի այսպես ասած հետնորդը շարունակությունը իր զավակը արդեն փոքրիկ երգիչ Դավիթ Հակոբյանն է այսպես ասած այսպես էր մոտիվացիան Ստեյսի ջան եւ շատ մեծ հուշեր կան իհարկե իդեպ ասեմ ես երբ որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում էի մի այսպիսի պատմություն կա եղբորս հետ էինք այն ժամանակ մեկնեցինք քանի որ հայրս իհարկե 96 թվականին երբ որ վերադարձավ ինքը մահացավ Հայաստանում արդեն
եւ այսպես նվիրական բան ունենք, որ եթե լինենք Սիրիայում, օրինակ, անպայման այցելենք այն հայերի տունը, որտեղ որ կախված է հայրիկիս այո գեղանկարները եւ երբ որ Սիրիայում ենք իհարկե կանրադառնամ թե ինչու ենք Սիրիայում առանձին կխոսեմ դրա մասին բայց քանի որ հայրիկիս մասին է խոսքը ասեմ որ մենք գնացինք եւ գտանք այդ տները որտեղ որ կախված էր հայրիկիս նկարները եւ իհարկե լուսանկարեցինք որպես հիշատակ որ անպայման այն ինչ որ վաճառվել է բայց գոնե լուսանկարները ունենանք եւ այդ հայերի տուն որտեղ որ մտնում էինք ասում ենք որ մեր Ռաֆիկ Հակոբյանի ժառանգներն ենք ուղղակի այսպես մեծ հպարտությամբ եւ այսպես շատ ողջավորությամբ էին իհարկե արձագանքում որ տարիներ հետո ժառանգները եկել են եւ հետաքրքրվում են եւ իսկապես նորից ուզում եմ ասել որ հպարտ եմ որ հենց Ռաֆիկ Հակոբյանի որդին եմ Իսկապես Աստված հոգին լուսավոր է, ինքնալ խաղաղն ընչի, վստահ եմ թե ինք շատ հպարտ է ցեսմով, այն ուր որ եք ինք ծեր հետն է, որովհետև մեր հայրերի հոգի միշտ ապրում է մեր հետ, իրենք մեր հետն են ամեն մի տեղ, որ մենք ներկա ենք, Աստված հոգին լուսավորի։ Այո, համամիտ եմ Սթեյսի ջան, իսկապես Շարունակելով ծեր երաժշտական գրթության մասին նախքան ուրիշ տեսանյութեր դիտելը եւ առաջին երկը որ սփռեցի ախմիլա երկի մասին խոսիլը դուք ասեցիք թե սովորել եք գիտար բայց արդյոք հետո շարունակել եք գիտարի դասընթացներու հետևիլ կամ թատրել եք Ճիշտ ասած չեմ այլևս շարունակել Սթեյսի ջան, որովհետև ես հասկացա, որ երգն է հենց իմը ու իսկապես իմ երակներում է, այսպես ասած, հոսում է ու հենց ազգային երգը բայց ես ուզեցա իհարկե անպայման շարունակեմ եւ ունենամ բարձրագույն կրթություն եւ երբ որ արդեն Հայկանուշ Դանելյանի անվան երաժշտական դպրոցը ավարտելուց հետո եւ իհարկե նշեցի որ Նորքի հայորդաց տան ազգագրական երգի բարի համույթում եմ երգել Հայկազոնք իհարկե այդ շրջանում եւ դրանից հետո ընդունվեցի մեր Երևանի ամենա կարծում եմ այսպես հայտնի երաժշտանոցներից մեկը Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը ժողովրդական երգի բաժնում սովորեցի Սթեյսի ջան եւ որից հետո երբ որ երրորդ կուրսը վերջացնում էի արդեն եկավ զորակոչվելու ժամանակը եւ մեծ հպարտությամբ եմ նորից խոսում դրա մասին եւ ես զորակոչվեցի հայոց բանակ եւ 2 տարի ծառայելուց հետո երբ որ վերադարձա Այնպես ստացվեց, որ ես դեռ չհասցրեցի, որ վերջացնեմ երաժշտանոցը եւ հրավերք ստացա Սիրիայի Արաբական Հանրապետությունում արդեն ազգային երգեր սովորեցնելու այսպես մեծագույն այս հայանպաստ ծրագրին մասնակցելու եւ մոտ 7 ամիս եղա Սիրիայի Արաբական Հանրապետությունում որից հետո երբ որ իդեպ ասեմ դասավանդել եմ ազգային սուրբ թարգմանչած վարժարանում այո եւ որից հետո վերադառնալով հայրենիք արդեն վերջացրեցի քոլեջը եւ ընդունվեցի Երևանի պետական մանկավարժական համալսարանի երաժշտական կրթության ֆակուլտետը որը ինչպես նշեցիք ավարտեցի բակալավրով եւ հետագայում արդեն մագիստրատուրան ավարտեցի եւ ունեցա մագիստրոսական կոչում այսպես եւ ասեմ որ դրանից հետո շարունակեմ Թե հարց կա Անշուշտ հարց ունեմ, բայց երբ ասեցի տաղանթաշատ, այո 100%-ով իրավունք ունեի տաղանթաշատ, տաղանթավոր, այնքան լավ մարդ, հեզ, բարգեշտ, ամեն ցևով որ իրականություն մնա այսօր։ Բայց ինձ հետաքրքրե թե
գիտարը որ ասեցինք այսպես ճուզեցի հարևանցի խոսենք այդ նյութի շուրջ երաժշտությունն ավելի լավ իմանալու համար բոլորը սկզբում թաշնամուր են սովորում բայց ինչու դուք Դավիթ Հակոբյան ընտրեցիք գիտարը այլ ոչ թե թաշնամուրը Ճիշտն ասած, այս դեպքում երևի թե ես չեմ ընտրել, այլ մայրս է ընտրել, որովհետև այստեղ մի քիչ այսպես հումորային բանով պատասխանեմ, Ստեյսի ջան, մեր Հայաստանում այսպիսի մի տենդենց կա, որ անպայման երեխաներին կամ դաշնամուրի, մեծամասամբ դաշնամուրի կամ ջութակի էին այստեղ տանում ու կապ չուներ թե, այսինքն երեխան սիրում է թե չէ, տանում են, իհարկե այս դեպքում իմ մոտ իհարկե ես սիրում էի եւ ի սկզբանե գիտեին որ երաժիշտ եմ լինելու բայց կարծում եմ մայրս ուղղորդել երևի թե մտածեց որ դժվար ես դաշնամուր նվագեմ այսպես Գրեթե ասում են թե դաշնամուրը պալանինն է երաժշտության այդ պատճառով քոս անպայման կուզեմ ողջունել ձեր շատ հարգելի եւ սիրելի մայրիկին եւ Ջերմ համբույրներ շատ սիրելի Տիկին Հակոբյան շնորհակալ եմ թե այսօր մեր հաղորդաշարը հետևում եք եւ ես իրեն բարևում եմ Նորակալ եմ շատ Ստեյսի ջան ես նույնպես բաչիկներ եմ ուղարկում մայրիկին իդեպ ասեմ որ մայրս այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ասեմ որ շատ կարոտում եմ իհարկե շատ զգում եմ իր կարիքը Եվ ուզում եմ առանձնահատուկ նաև խոսել մայրիկիս մասին, որ իսկապես հայի տեսակ, հայ մոր տեսակ, որ ջանք չխնայեց եւ ամեն ինչ ներդրեց, որպեսի մենք մեծանանք իսկապես հայ եւ հայ տղամարդ եւ լավ մարդ Անպայման գահանտիվենք ծեր մայրիկի հետ ես երջագդեն համբուրում եմ եւ իսկապես ահավասիկ օրինակը թե ինչպիսի որդիմ ունի ոչ թե միան գխոսենք տաղանթի մասին, այլ ծեր հեզ բնավորության մասին եւ ինչպես նաեւ պիտի ողջունեմ ծեր հարգելի դիգնոջ, որ շատ սիրուն ամեն ցևով ինքն չես լավ հոգ կդանի։ Առանց դիգիններու մեր ամուսինները ոչ մի բան կարող են անել։ Ես լրիվ համաձայն եմ Ստեյսի ջան, ես ինքս ողջունում եմ տիկնոջս, ասեմ որ ուզում եմ հենց այստեղից նաև իրեն շնորհակալություն ասեմ, որ նախ շնորհակալ եմ, որ ինքը կա իմ կյանքում եւ ես ուրախ եմ եւ Աստծուն եմ շնորհակալ, որ նմանատիպ կողակից ունեմ եւ իսկապես ինձ ամեն ինչով սատար է կանգնում եւ օգնում է Եվ գիտեմ թե որքան դժվար է Տիկին Հակոբյան շատ գիտեմ թե որքան դժվար է ինք ունենա իր շրջակայությունները ապա ինք պիտի լա իր տան մեջ պետք եղած հոգը տանելու համար իր տան եւ իր ամուսինը պիտի շրջակայի որվեսի բոլոր հայերի աշխարհի 4 կողմը ուրախ բահե ծեր բոլորին բարձ կկատար եւ առողջություն եմ խնդրում Աստծո որ բարգեւե ծեր մայրիկի ինչպես նաեւ ծեր տիկնոջ ցեզի եւ ծեր բոլոր ընտանիքի անդամներուն Շատ շնորհակալ ենք Ստեյսի ջան, նմանապես։ Շնորհակալ եմ։ Հարցազրույցը միշտ այսպես լուրջ է, ունենք մի կատակի փաշիններ, ունենք խնդալու, խոսելու, վարգյանը, բահերը անպայման։ Այո, իհարկե։ Երբ փոքրիկ էիք, Դավիթ Հակոբյան, արդյոք գիտեիք թե ինչ է նշանակում ազգագրական, ժողովրդական երգեցողությունը, երգը, ոճը, քույնը, որովհետև փոքրիկ տարիքին այդպես Բնավ մենք չենք հասկանար թե ինչ է ճիշտ, բայց դուք արդյոք իմանում եք, գիտեիք ինչ է իմաստը այդ ազգագրական երգերուն, կամ երաժշտության։ Շատ լավ Ստեյսի ջան, ուրեմն սկսեմ նրանից նախ ես միշտ համարում եմ, որ ազգային երգը իհարկե արմատներից է գալիս եւ ասեմ, որ մենք արմատներով մշեցիներ ենք երգրի, այո, եւ շատ մեծ հպարտությամբ եմ միշտ ասում, իդեպ եղել եմ ես մեր Արևմտյան Հայաստանում, կարադառնամ անպայման դրան էլ Եվ կարծում եմ, որ դա փոխանցվել է մեր պապերից, մեր արյան միջոցով է, ես միշտ ասում եմ, որ դա իմ արյան մեջ է,
բայց նաև դրան նպաստեց, քանի որ Նորքի Հայորդաստանը ես ի սկզբանե առաջին քայլերը արեցի հայկազունկ ազգագրական երգի բարի համույթում, այսպես ասած, հենց այնտեղ էլ ներդրվեց իմ մեջ ազգային երգը եւ այնտեղ ճանաչեցի եւ մոտիկից ուսումնասիրեցի, իհարկե բացի այն որ արյան մեջ էր, նաեւ առաջին քայլերս հենց այդտեղ արեցի եւ հետագայում ուզում եմ ասել, որ թե հայկազունկ համույթում եմ երգել եւ իհարկե մեր մյուս շատ հայտնի Մարաթուկ ազգագրական երգի բարի համույթում եմ երգել եւ եղել եմ համույթի մենակատարներից մեկը, Ստեյսի ջան։ Հաճելի է այս բոլոր դեղեցությունները լավ իմանալ, այդ պատճառով ուզեցի ցեսի հյուրընկալել, որպեսզի մեր ագանցիրները կամ ունգընցիրները ավելի լավ ծանոթանան ծեր ստեղծագործություններուն, ծեր համերգներուն, ծեր երգերուն, այլ տարբեր նյութերու շուրջ խոսելով։ Մենք այսօր հաղորդաշարը սկսանք Ախմիլա երգով։ Ինչ ունիք ասելիք սույն երգի մասին։ Ասեմ, որ իմ առաջին տեսահոլովակն է եղել, որը նկարահանվել է Ախմիլա երգի իհարկե հիման վրա, Ստեյսի ջան, ուրեմն երբ որ նշեցի, որ Մարաթուկում էի եւ սկսեմ արդեն իմ անհատական գործունեությունը, երբ որ արդեն ծավալեցի, ուրեմն Մարաթուկից հետո արդեն սկսեցի երգել իբրև մեներքիչ, մենակատար երգիչ եւ համերգներ ունենալ աշխարհի տարբեր գաղթօջախներում եւ այդ ժամանակ 2013 թվականին եղավ իմ Անդրանիկ տեսահոլովակը իդեպ ասեմ որ շատ սիրվեց մեր ժողովրդի կողմից եւ ինձ նույնպես մեծ հաջողություն բերեց եւ կարծում եմ մինչեւ առ այսօր երբ որ համերգներին երգում եմ շատ մեծ սիրով շուրջպար եմ բռնում եւ մինչեւ այժմ էլ սիրված է եւ ինձ միշտ ասում են Դավիթ ջան կարծես Ախմիլան քո այցեքարտը լինի այսպես է եղել պատմությունը եւ այդտեղից սկսեց արդեն իմ անհատական գործունեությունը եւ ունեցա բազմաթիվ համերգներ թե Հայաստանի Հանրապետությունում թե աշխարհի տարբեր երկրներում որտեղ կան մեր այո մեր գաղթօջախները շատ գեղեցիկ երգ է բավական լավ բրբդել է յետ քցի լավ ծանոթանալ է յետ լավ իմանալ է յետ ուզեցի մեր հաղորդաշարը Ախմիլա երգով սկսել որովհետեւ ծեր առաջին հաջողությունն է ծեր առաջին Անդրանիկ տեսահոլովակն է երգն է բարերը եւ երաժշտությունը ով գրած են բարերը եւ երաժշտությունը Մուրադ Մշեցունն է Անպայման պետք է հիշենք բոլորի արի հարկանք իրենց անուններն հիշվի մեր զրույցի ընթացքում։ Մենք պիտի հասնենք ավելի ճիշտ հիմա խոսենք ավելի հասուն դարիքի հասած Դավիթ Հակոբյանի մասին։ Եթե պիտի խոսենք նույնի շուրջ, պետք է նախ սիրելիներ դիտենք տեսահոլովակը, լավ դիտեցեք, լավ լսեցեք, ինչի մասին եմ խոսում։ Ախենեգրի հողին մերներ, պիտի գնանք վաղթե ուշ, հրով լինի, սարով լինի, պիտի գնանք վաղթե ուշ, Արարատի գլխին դրոշ, պիտի
գնանք վաղ թե ուշ, խաչով լինի, երգով լինի, պիտի գնանք վաղ թե ուշ, պիտի գնանք, ապիս։ Իսկապես Պարսկերնիտ կատար միասնապար հարկելիներ թիդեցինք դեսանույթը, որ իսկապես թե իմաստալից է 2023 թվականին ունեցել եք շատ հետաքրքիր եւ փոխանցագալից հանդիպում Անտիլիասի վեհարանում Արամ առաջին վեհապարի հետ։ Դավիթ Հակոբյանն խնդրում եմ մեզ ավելի մանրամասն պատմեք ձեր հանդիպման մասին։ Շատ սիրով Ստեյսի ջան, այս մասին եւս շատ մեծ հպարտությամբ եմ խոսում, երբ որ այցելեցինք Լիբանան, իդեպ տիկնոջս հետ էի, ուզում եմ անպայման շեշտեմ եւ ուզում եմ անպայման ասել, որ տեսանյութը հենց տիկինս էլ արձանագրել է։ Իդեպ ասեմ շատ մեծ տարածում ունեցավ եւ ուրախ եմ որ տարածվեց, որովհետեւ իսկապես ասելիք ունի եւ կարծում եմ մեր սերունդին շատ պետք է նմանատիպ տեսանյութերը եւ առանձնահատուկ խոսեմ իհարկե այդ օրվա մասին, երբ որ այցելեցինք Անտիլիաս եւ Վեհարան եւ այդ գեղեցիկ հանդիպումը ստացվեց, այսպես Ստեյսի ջան, եւ երբ որ խոսքի բռնվեցինք արդեն Արամ վեհապարի հետ, ես ասեցի, որ ես ազգագրական երգիչ դե բնականաբար Դավիթ Հակոբյանն եմ եւ համերներ եմ տալիս աշխարհասփյուռ հայության համար եւ այսպես կարծես զրույցի բռնվեցինք իհարկե խոսեցինք եւ չգիտեմ Աստծո նախախնամություններ թե ինչ կատարվեց եւ մեր վեհապարը այսպես Դավիթ ջան, ես առաջարկում եմ, որ երգես հենց այստեղ, ես ուզում եմ լսել քո ձայնը։ Եվ իր առաջարկությամբ ես այսպես իհարկե շատ մեծ պատասխանատվությամբ ասեցի իհարկե մեծ սիրով, նամանավանդ որ ես ուղղակի շատ սիրում եմ ակապելա երգերը, երբեք չեմ խուսափում դրանից, Ստեյսի ջան, եւ քանի որ վեհապարը հենց ինքն էր առաջարկել, իհարկե շատ մեծ պատասխանատվությամբ եւ ուզեցի հենց այո, եւ երգեցի հենց հրով լինի երգը, որի համար շատ ուրախ եմ եւ ասեմ ճիշտ է տեսանյութում միայն ապրիս բառն է լսվում, բայց դրանից հետո վեհապարը ինձ այսպիսի խոսքեր ասեց եւ մինչեւ վերջել ես կհիշեմ եւ ինձ հետ կտանեմ իմ ամբողջ ճանապարհի ընթացքում, որ ասեց հիանալի ձայն ունես Դավիթ ջան, բրավո քեզ եւ ասեց ես օրհնում եմ, որովհետեւ դու դեռ կանաչ ու մեծ ճանապարհ ունես ու եթե երգում ես այս երգերը էլ ավելի օրհնված պիտի լինի, որովհետեւ այս ամեն ինչը շատ պետք է մեր հայությանը եւ ես մեծ հպարտությամբ կտանեմ ինձ հետ եւ կփորձեմ անպայման արդարացնեմ այս խոսքերը Ստեյսի ջան։ Այնքան իմաստալից խոսքեր է, որ ցեզի ասել է Արամ առաջին վեհապարը, նամանավանդ այդ պատասխանատվությունը, որ ունեցել եք կանգնելով իր մոտ, վստահ եմ թե դուք ինքնավստահ եք եւ ինք որ ցեզ մեզ խնդրել է եւ դուք երգել եք։ Մենք այսօր կարող ենք համարել, որ երգը ուղերձ մներ համայն հայությանը, ասենք համախմբվելու եւ մեր ուժը ցույց տալու ամբողջ աշխարհին։ Այո, իհարկե, Ստեյսի ջան, եւ ինչպես որ միշտ նշում եմ եւ անպայման ասում եմ այս մասին, որ հայ ազգային երգը մեծագույն զենքերից մեկն է։ Այո։ Եվ իհարկե համախմբման եւ ուժի հավաքագրման գրավականներից մեկը եւ շատ տեսանյութեր կան իդեպ մեր հերոս տղաները, որ հենց մեր ազգային հայրենասիրական եւ իհարկե հեղափոխական երգերի ներքո են գնացել եւ իրենց փառք իրենց այդ ամեն ինչի համար եւ կարծում եմ շատ մեծ նշանակություն ունի եւ կրթադաստիարակչական մեծ նշանակություն ունի մեր ազգային երգերը։
միշտ եւ այդպես ալ անպայման կմնան շատ հետաքրքիր է խոսիլը ոչ թե միան ասկակրական կամ այլ ասկային երկերում մասին, այլ հեղափոխական երկերում մասին, որ գիտեմ, եթե ցեզի հարցնեմ ցեր անունը ինչ է, դուք ինձ չեք ասեր Դավիթ Հակոբյան, ալգասեք իմ անունս Խողիթա է, ինչպես ես ասում եմ միշտ Պիտի խոսենք այս նյութին շուրջ, բայց մենահամերգներով հանդես եք գալիս աշխարհի տարբեր հայ քաղաքոճախներում, ձեր համերգային գործունեությունը սկսել է 1998-ին Կանադայում, ապա Սիրիա, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Բարսկաստան, Ավստրիա, Հունաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Գերմանիա, Եգիպտոս, Վրաստան, Լիբանան, Անգլիա, Իրաք, իսկ 2025 թվականին դուք եղել եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուր շատ գեղեցիկ հանդիպում ունեցել ենք, մասնավորապես որ ներկա եղել եք Կլիվլենդում եւ նույն ժամանակ Լոս Անջելեսում եւ վերջապես հունվար 2026-ին եղել եք Բելգիայում։ Ձեր ներկայությունը այնքան հաճելի է տվել բոլոր ներկաներին, որովհետև ինձ ասեցին մեր կուսակցական լավ ընկերուները։ Ինչի մասին խոսում եմ հարգելի ռադիո լսողներ եւ ակնթիրներ, եկեք միասին դիտենք, որովհետեւ ինք հաղորդե դեղեցությունները։
Ցերցային անսպար գներեք նախ եթե ֆիցիոն սիրելիներ հստակ չեր ցայնը որովհետև ամատորն է որ նկարել է եւ ոչ թե պրոֆեսիոնալ մի մարդ է նկարել ուրեմն մենք ուզեցինք պատրաստել եւ ամենչապես ցեզի ցույց տալ եթե պիտի խոսենք ավելի տեղեկությամբ թե ինչպես է ստացել է հրավերը ինչպես է ելույթը մտնոլորտ ընկերուներուն ներկայությունը խաչիկ մեզի տեղեկություններով այն որքան որ դուք կարող եք հաղորդեցեք մեզի նամանավանդ հոհիտայի մասին է Այո ասեմ Ստեյսի ջան իհարկե մեծագույն հարգանքս մեր մեծ կուսակցությանը հայ հեղափոխական դաշնակցությանը եւ իսկապես խոսքի մեջ էլ երբ որ հաղորդում էի որ պետք է լինեմ Բելգիայում ասացի որ 135-ամյա պատմություն որ փոխանցվել է սերնդե սերունդ այսինքն մինչև այսօր կուսակցությունը փոխանցում է հայրենասիրությունը եւ իհարկե որը ամենաշատն եմ սիրում մեր հայ հեղափոխական երգերը ինչպես որ նշեցիր շատ մեծ սիրով եմ երգում դա իսկապես իմն է եւ իմ արյան մեջ է եւ այդ երգերով այսպես ասած ապրում եմ Ստեյսի ջան եւ ասեմ որ այո այս համերգը իմ վերջին համերգն էր որը տեղի ունեցավ հունվարին հայ հեղափոխական Բելգիայի հայ հեղափոխական դաշնակցության 135-ամյակի տոնակատարության շրջանակում որը ամբողջությամբ վստահվել էր հենց ինձ շատ ուրախ եմ իդեպ եւ շատ շնորհակալ եմ բոլոր մեր ընկերներին ովքեր որ վստահեցին ինձ այս պատասխանատու պաշտոնը այսպես ասած եւ իդեպ ողջունում եմ իրենց անձնապես Ստեյսի ջան բայց ասեմ որ շատ եմ իհարկե ներկա եղել եւ երգել եմ վերջի շրջանում հենց մեր դաշնակցության կազմակերպած երեկոների եւ ընկերները ինձ առաջի անգամ տեսել են դեռ Լոնդոնում Անգլիայում երբ որ ես երգեցի հայ հեղափոխական դաշնակցության 134-ամյակը Լոնդոնում եւ ներկա են Եվրոպայից երիտասարդները կուսակցական ընկերները եւ շատ լավ երեկո ունեցանք չգիտեմ եթե տեսել եք վիդեոները կան իհարկե ովքեր որ չեն տեսել կարող են իհարկե նայել իմ սոցիալական էջերում թե Facebook-ում թե Instagram-ում թե YouTube-ում Ստեյսի ջան եւ այդպես ստացվեց որ քանի որ տեսել էին թե ինչքան հաջող եւ ինչքան այսպես հայրենասիրական ոգով է անցնում եւ ուզեցան որ անպայման Բելգիայում էլ լինի եւ առաջին հրավերքը ընկերների երիտասարդների կողմից ստացա մայիս 28-ի տոնակատարության ժամանակ անցյալ տարի եւ ասորնությամբ իհարկե շատ լավ էլի անցավ միջոցառումը եւ ընկերները արդեն Բելգիայի հայ հեղափոխական դաշնակցության կողմից ստացա արդեն 135-ամյակի տոնակատարությունը երգելու այս հրավերքը իդեպ ասեմ որ կրկին շատ լավ անցավ եւ իսկապես հայրենասիրական ոգով որը որ մի փոքր կարծում եմ պակասում է հիմա եւ ես շատ կուզենամ որ նմանատիպ երեկոներ իսկապես շատ լինեն եւ հնչի մեր ազգային հայրենասիրական եւ որ ամենակարևորն է մեր հեղափոխական երգերը որ իսկապես սերունդներ են կրթել եւ դեռ կկրթի կարծում եմ Հայ հեղափոխական դաշնակցությունը սրբություն է Հայ հեղափոխական դաշնակցությունը որ փոլորեց իր 135-րդ ամյակը սիրելիներ 135 տարի ամբողջ անսագարկ եւ անսահման նվիրում ու ծառայություն ասքին եւ հայրենիքին Գեցե հայ հեղափոխական դաշնակցությունը ես ալ հոսվողություններս կուղարկեմ մեր բոլոր ընկերուներում որ ներկա են Բելգիայում կամ աշխարհի 4 կողմ ներկա են սիրելիներ սիրեցեք հայ
հեղափոխական դաշնակցության, սիրեցեք ազգագրական երգերը, սիրեցեք հեղափոխական երգերը, սիրեցեք հայկական ազգային երգերը, ոչ մի ուրիշ երգերով մի զբաղվիկ, որովհետև այս երգերը ունին պատմություն, այս կուսակցությունը ունի պատմություն, զոհողություն, ազգին համար, ծառայություն, ովը մի բան, գեցե հոհիտա հայ հեղափոխական դաշնակցությունը եւ դոնը շնորհավոր հոհիտա 135-րդ ամյակը Այո, շնորհավոր իսկապես եւ կարծում եմ դեռ առիթը կլինի, որ երկեմ մեր կուսակցության ընկերների եւ իհարկե մեր հայության համար եւ կարծում եմ դեռ հրավեր կստանամ այս հոբելյանական տարում անպայման եւ կհնչեցնեմ մեր լավ հեղափոխական երգերը Անամպերը սպասում ենք բոլորս նամանավանդ լոսում, երբ ծեր մայրիկի մոտը ժամանեք, անպայման մենք կտեսնվենք, ես պիտի գարտամ գարկ մնամակներ նախքան ծեր վերջին խոսքը լսելը, արդեն մենք կխոսենք մեկ շամ 10 րոպեի եւ բնավ չսկացինք թե իսկապես հաճելի նյութերով ժամանակ այսպես անցրել է։ Գարտամ գարկ մնամակներ ցեսի, նախ ունիմ ողջունի մեծ խոսք եւ մեծ բարև գողջունե քրելով բարի եկածես ռադիո ստարս իմ խաղապարի Դավիթ Հակոբյան իմ գողագիցս Փիեր Արապյանը շնորհակալ եմ շատ Երջան ողջունում եմ իդեպ եւ ուրախ եմ որ ծանոթացանք Լոս Անջելեսում Այո Դարձյալ մենք պիտի դեսնվենք երբ դուք ժամանեք եւ ոչ առանցին Տիկին Հակոբյանին է Մեծ սիրով Աստված առաջ Թեսի ջան այո Ուրեմն Արևահատ Մուսախանյանը Դավիթ Հակոբյանն է շատ ընտիր երգիչ է հայրենասիրական երգեր է երգում միշտ հետևում են գրած է ապա բարևներս ստեյսի ինչպես նաև ունգընտիրներ Փարի ժամանց բոլորին Փարի քալուստ բազմատաղանդ Դավիթ Հակոբյանին քնարի Կավեդիկյան Չարակյան իմ հորաքույրս է որ գրել է բարև ցեզ բարի աղորթում բարի եկել Դավիթ Հակոբյան գներեք եթե ցերանները չեմ գարտար հարկելիներս որովհետև շատ են բարև Թակուի Ստեյսին ինչպես նաև Դավիթ Հակոբյանին սոսին գոմեն շատ շնորհակալ ենք Ստեյսի ջան մեզ գլուսապանես եւ լավ կծանոթացնես Դավիթ Հակոբյանի խնդրեմ բարդականությունս է եւ շատ ուրախ եմ իրեն հյուրընկալելու համար ապա բարևներս մեծատաղանդ երգիչ Հավանաբար անունը սխալ գրած են Դեվիդ գրած են բայց Դավիթ Հակոբյանին շատ ուրախ ենք լավ ավելի ծանոթանալու համար ես ալ ուրախ եմ թե բոլորը կողեն Շնորհակալություն Ստեյսի ջան թե մեզ լավ ավելի կծանոթացնես Դավիթ Հակոբյանին շնորհակալ ենք իրեն տված տեղեկություններուն համար ապա Դավիթ Հակոբյան Պարիկալուստ հայաստղեր հաղորդաշար ցես հետաքրքիր հարցազրույց Ստեյսի Ավեդիկյան Արապյանի հետ Փանաստեղծուի Հասմիկ Գրիգորյանն է մեր Գյումրեցի փանաստեղծուն է թե ինք ասմունք է յուրաքանչյուր երկուշաբթի հաղորդաշարի ընթացքում ապա ողջունում եմ իրեն եւս Մեր շատ հարկելի Հրայր Զաքարյանը, բարի եկած է հարկելի Դավիթ Հակոբյանը ռադիո ստարզեններս, ինք այնքան նեցուկ կգանքնե բոլոր հայ երգիչներուն արտադրելով երգել եւ ինք կհոգա բոլորին շնորհակալություն Հրայր Զաքարյան։ Դավիթ Հակոբյան բարի եկել, ձեր ցայնը անսպար, շատ գեղեցիկ հմայիչ ցայն ունեք եւ հաջողություն կմաղթեմ ցեզ։ Բարի եկած է հարկելի արվեստագետ Դավիթ Հակոբյանը, մեր գեղեցիկ ռադիոստարզեն հայտակրեն, բարի վայելում ես Բուոնես Այրես Արժանտինեն գեհետևիմ Գևորգ Մարկարյան։ Ապա բարի վայելում ահա վազիկ Արժանտինեն միացել են արդեն, ինչպես նաև Ռադիոկայաններու, շնորհակալ եմ լավագույն հաղորդավարի գրած են կներեք այս մեկը ինձ համար էր։ Եվ իսկապես այդպես է։ Շատ շնորհակալ եմ։ Ինչպես նաև Հրայրը որ գրած է սկացված եմ, շնորհակալ եմ Հրայր Զաքարյան, բարևներ Դավիթ Հակոբյան, այս ինչ գեղեցիկ ցայն ունիք, առաջին անգամ գլսեմ ցեսի, շնորհակալություն Ստեյսին, որ հյուրընկալած է։ Խնդրեմ։ Ուրախ եմ թե բոլորը կողեն, ապա
Հրանտուհին կրած է թե Ռուբեն Մատևոսյանը իմ նախընտրած երգիչներս մեկն է Դավիթ Հակոբյան բարի եկած ես իսկապես թե տաղանդավոր երգիչ ես աբա շատ սիրելի ու տաղանդավոր Դավիթ Հակոբյան բարևներցես հայարփին կողմեն Աբրիկ Դավիթ Հակոբյան այսպես Թամզապով Արևահատ Մուսախանյանը բոլորը շատ ուրախ են մենք ունենք 100-ավոր նամակ բայց ես կգարցամ մի քանիները որ պետք է անպայման գարցամ Բարի եկած ես սիրելի ազնվափայլ ռադիոստարզի ներողություն ես աստղ չեմ ես բարձ մեկն եմ շատ շնորհակալ եմ Անահիտ Քույրիկ բարի եկած է Դավիթ Հակոբյան շատ շնորհակալ ենք հյուրընկալելու համար ինչպես նաև ձեր բոլորին վարձկակատար շնորհակալ ենք հյուրընկալելու համար մեծ սիրով Անահիտ Քույրիկ շնորհակալություն կհայտնեմ քեզ ուրիշ մի քանի նամակ եւս կարդամ, ապա ծեր սրդակին խոսքը կլսենք Անահիտ Հովակիմյանը գրած է որ ինք Ֆրանսիայում կհետևի ապրիս հարկելի Դավիթ Հակոբյան սկանչելի կատարելակորձերով շահափերած եկցեր դաղամտ աբրիկ Այսպես քրությունները որքան տրամադրությունը բարձր բահել է, հա Ուրեմն ուրիշ բարի եկած է Դավիթ Հակոբյան եւ Ստեյսի իսկապես տեսկանչելի զրույց եւ հայտակիր է Վերջին մի քանի նամակները սիրելիներ շատ ապրիս հաջողություն ձեր բոլոր ծրագիրներուն Դավիթ Հակոբյան իսկապես զուտ հայորդի մնեք ձեր ցայնանսպար զոր երկիչ Դավիթ Հակոբյան Յետք 1000 բրավո երբ վեհապարին վիդեոն ծեր հանդիպան վիդեոն է ցույց տալիս ուրեմն այդ բահից է որ իրեն գրել է շնորհակալ եմ Նելլի շեշտելու համար Ավստրալիա հայերը շատ կանուխ արցնցեր են որպեսի կարողանան հետևել ձեր հարցազրույցին կփարևեն հրանտուհին եւ սալպին բրավո գրելով երբ ձեր փոքրիկ ժամանակ եղած այդ դեսանյութը ցույց կտայի ուրեմն ծափահարության նշան կարմիր կապույտ նարնջակույն տրոշակով բրավո 1000 բրավո ձեր ցայնը անսպար իսկապես թե բրավոն քիչ է Դավիթ Հակոբյանին Դեր որ մեկը գարթամ արդյոք Իսկապես պարտավորեցնող է եւ շատ պարտությամբ եմ լսում այդ ամեն ինչը Ստեսի ջան Ինձ սոսի շնորհակալություն կհայտնի թե ձեր երկերը սփռում եմ ինչպես նաև ձեզ հյուրընկալում եմ մեծ սիրով դարձյալ գսեմ իմ բարդականությունն է այսպես տաղանդավոր մարդկանց հետ զրույցներ վարելը որովհետև իսկապես գահարստանա իմ հաղորդաշարը նամանավանդ դուք այսօր շատ հարստացուցիք իմ հաղորդաշարը Դավիթ Հակոբյան մեծ շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ լավ ես կասեմ անպայման իմ խոսքը դա նամակները շատ են այնքան ներողություն եմ խնդրում ցես մի հարկելիներս եթե բոլորը չեմ գարտար որովհետև թեր ունիմ ուրիշ հարցազրույցը այսօր բացառապես երկրորդ հարցազրույցը պիտի լսենք ձեր սրդակին խոսքը եւ պիտի խնդրեի ցես մի հաճիկ ուղեք ովևէ մեկ խոս պատկամ խորուրդ կամ ինչ ունիք ասելու մեր հայասկին որպեսի բոլորը միատեղ ցերկի բռնած շարունակենք եւ պայքարենք որպեսի մենք դարձյալ ունենանք վերադարձնենք մեր Արցախը մեր սրտի կտորը Այո Ստեսի ջան նախ ուզում եմ կրկին անգամ մեծագույն շնորհակալություն հայտնեմ ձեզ սքանչելի հայուհի տաղանդաշատ հաղորդավարուհի եւ իհարկե այսպես լավ հայկին առաջնահերթ Ստեսի ջան որ իսկապես այս գեղեցիկ առիթը ընձեռնեցիք որ կրկին անգամ շփվեմ իմ հանդիսատեսի իմ ունկնդրի եւ իհարկե ձեր հետ այսպես առիթը եղավ ավելի մոտիկից ծանոթանալու եւ ուզում եմ կրկին անգամ ողջունեմ իմ աշխարհասփյուռ հայությանը եւ ասեմ որ իրենց շատ շնորհակալ եմ նմանատիպ ջերմ խոսքերի եւ քաջալերանքի համար եւ եթե իմ հանդիսատեսը չլինի եւ այս խոսքերը եւ այս ամեն ինչը չլինի Դավիթ Հակոբյանը ինչ պետք է անի Ստեսի ջան եւ ես այո ապրում եւ ստեղծագործում եմ եւ երգում եմ եւ շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում այդ ամեն ինչին հենց իրենց համար որ իմ հանդիսատեսը գող լինի եւ ես իմ հայազգին մաղթում եմ իհարկե որ լինեն միահամուռ համախմբվեն
որպեսի նորից ունենանք մեր հաղթանակները Ստեյսի ջան, որովհետև մենք ունեցել ենք մեծ հաղթանակներ եւ իհարկե մեր հերոսների պատիվը պետք է բարձր պահենք եւ խոնարհումս իհարկե բոլոր մեր հերոսներին թե ընկած թե մեր կողքին ապրող եւ ուզում եմ մաղթեմ խաղաղություն եւ ամենալավ ուղերձը հղեմ մեր սահմանին, մեր կանգնած տղերքին եւ ամենա լավ ու ջերմ մաղթանքներս ընդհանրապես ընդհանուր մեր աշխարհասփյուռ հայությանը։ Այո։ Դավիթ Հակոբյանի ստեղծագործական կորձունեությունը, սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, հիմնականում ուղղված է հայ ազգագրական եւ հայրենասիրական երկարվեստի պահպանմանն ու տարածմանը։ Ազգագրական, հայրենասիրական, հեղափոխական եւ ժողովրդական երգերի լավագույն կատարող մեծադաղանց երգիչ Դավիթ Հակոբյան դարձյալ շնորհակալություն ձեր ժամանակին համար եւ շնորհակալություն իմ հաղորդման հյուրը լինելու համար։ Վստահ եմ թե դարձյալ պիտի հանդիպենք կամ Լոս Անջելեսում եւ կամ եթե ովևէ մեկ ուրիշ նորություններ եթե ունենաք ես պատրաստ եմ դարձյալ հյուրընկալելու եւ հաղորդելու ձեր նորություններուն, շրջակայություններուն, երգերուն կամ ովևէ մեկ այլ տարբեր եթե նորություն ունենաք։ Դարձյալ շնորհակալ եմ եւ միշտ բարի եք եկել ռադիո Ստարզեն եւ Հայ Աստղեր հաղորդաշարեն։ Շատ շնորհակալ եմ Ստեյսի ջան, ես նույնպես շատ մեծ սիրով կմասնակցեմ կրկին անգամ ձեր այս կանչելի հաղորդմանը, շատ լավ էմոցիաներ տվեց, կարծում եմ սրանից հետո էլ ավելի հաճույքով պետք է շարունակենք գործունեությունը եւ անպայման իհարկե կհանդիպենք շատ մեծ սիրով։ Շատ մեծ սիրով ինչու՞ չէ եւ ուրախ եմ թե կող մնացել եք եւ հայտնի արդեն ձեր ժպիտը բադասխան մնե թե արդյոք կողեիք պիտի ասեի եւ ձեր ժայո է։ Այո, իսկապես շատ գոհ եմ եւ կարծում եմ շատ լավ զրույց ստացվեց։ Անպայման եւ վստահ եմ թե շատ լավ արձագանքալ ցկել է մեր բոլոր ունգընտիրներուն եւ ագընտիրներու մոտ նամակները հասած է մոտավորապես 420 նամակի բոլորը կարդալը անկարելի է սիրելիներ մենք պիտի լսենք շատ քեղեցիկ երգը Դավիթ Հակոբյանի մեկնաբանությամբ իր երգերը մին որբեսի ինք հերանա եւ ես հրավիրեմ Սուրիկ Մակտեսյանին շատ շնորհակալ եմ ցեզի բարի գիշեր եւ ցտեսություն Տեսություն Ստեյսի ջան, շնորհակալ եմ շատ